Այժմ ցանկանում եմ խոսքը փոխանցել Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանին։ Սիրելի հայրենակիցներ, այն մասին, որ անընդհատ հայտարարում են այն իշխանությունները, որ մեր երկիրը դարձել է ժողովրդավարության բաստիոն, ընդհանրապես իրականության հետ կապ չունի։ Դրա բառապարծույցը աննախադեպ քանակի քաղբանտարկյալների թիվն է։ Երբ սկսվում է ցանկացած մի պրոցես, որի օրինակներ օրինակ իմպիչմենտի պրոցեսը, սրանք միանգամից հասան նրան, որ կալանավորեցին Դավիթ Համբարձումյանին։ Երբ որ Իննեմնիվի պոդկասթի հաղորդավարները ուղղակի մեկ պոդկասթի համար կալանավորվեցին եւ դրան զուգահեռ նաեւ կալանավորվել էր արդեն Բարերար Սամվել Կարապետյանը, սրանք նույնիսկ այդ ժամանակ կանգ չառան։ Սրանք նույնիսկ կալանավորեցին սրբազան հայրերին, ինչը ուղղակի անթույլատրելի է։ Այս ամբողջ իրականության մեջ մենք ունենք նաեւ մի պատկեր, որ մենք ունենք բազմաթիվ ռազմագիրիներ, ովքեր որ պահվում են Բաքվում։ Ինչի ուղղությամբ այս իշխանությունները ոչինչ չեն անում։ Այս ամենին զուգահեռ մենք ունենք նաեւ մի պատկեր, որտեղ որ միջազգային հանրությունը ուղղակի լռում է առ այն, որ մեր երկրում կան այսքան աննախադեպ քանակի քաղբանտարկյալներ։ Եվ բավականին չի անում մեր Բաքվում գտնվող ռազմագերիների վերադարձի համար։ Եվ հաշվի առնելով այս ամենը, մենք որոշել ենք մի գիրք նվիրենք Եվրամիության դեսպանատանը, որը արտացոլում է միջազգային կառույցների լռությունը։ Դա Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքն է։ Ազատություն! 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 Որտեղ պետք է փոխանցել։ Ոչ միտեղ։ Այսինքն չունեք փոխանցման բաժին։ Իրանք պետք է վերցնեն, իրենք չեն։ Բայց տեղյակ պահել եք։ Ոչ։ Տեղյակ պահել եք։ Իրանք ասել են ոչ մեկ թող ներս չեն։ Չէ, ներս չեն մտնում, ուզում են ինչ-որ իր փոխանցել։ Իրեն ուզում դες փոխանցել։ Ձեզ մենք ցանկանում ենք։ Խնդրում եմ հեռախոսը անջատեք, հա նկարահանում չթույլատրվում։ Ձեզ փոխանցել այս գիրքը։ Նկարահանումները խնդրում եմ անջատեք, չհետցնեք։ Չէ, մենք դա ձեզ ենք փոխանցել ենք արդեն։ Մենք արդեն փոխանցել ենք ձեզ, շնորհակալություն շատ։ Ազատություն!